Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Գլխիս քար է իր գցում, լռել եմ այսքան տարի։ Մի ներվայնացրեք։ Խնդրում եմ, չի, լավ պատմի։ Շատ սիրուն ես կուկու ջան։ Հենա, քո սիրելին եկել է, գնա։ Քեզ գիտես, չէ՞ ոնց է սիրում։ Ուշքը գնում է։ Ուսած լիքը երեխաս Սս տոնածառ եմ դարձել։ Այնտեղ բա արփին նանին կերել են այս մասը, ստեղ չկա մազերի եւ այլն։ Աբուշելի այդ հարցը չի վառիր ասա։ Լսի ինչ ապերախտն ես դու։ Ես գնում եմ։ Հիշի որ այս հաղորդումից հետո կյանք կա։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Դե ինչ այս տարվա գլխավոր պրեմիերան կայացավ Full House վայրեջք եւ գլխավոր դերակատարներն են այսօր հենց այնպեսում Մարջան Ավետիսյան եւ Գրիգոր Դանիելյան կամ Մուշեղը եւ Տամարան։ Ոնց եք։ Ողջույն։ Շատ լավ։ Հա, դի ակտորները որտեղ։ Որ քեզ լավ Ինչ անեմ, տեսնեմ։ հրաշում ես էլ։ Հրաշում բեղերս թողեմ։ Վարը ձեզ։ Շնորհավորում եմ։ Հրաշալի Շնորհակալություն։ ֆիլմ, շատ դժվար են տոմս գտնում, արդեն գիտեմ որ քաղաքում։ Իրար վերավաճառում են։ Մինչև հիմա Հա։ ես մի քանի օր չեմ հետաքրքրվել։ Համենայն դեպս weekend-ներին, հանգստյան օրերին Ավելի բարդ է տոմսերը դժվարությամբ են գտնում, նենց սովորական օրերին աշխատանքային շատ ավելի հեշտ է։ Life hack աշխատանքային օրերին գնացեք եւ աշխատանքային օրը նաեւ վայելեք հենց այնպես այսօր վայելելու ենք Անդակո ընկերության իտալական Zueg բնական Զուեք ծաղիկներին։ Zueg ծաղիկների կենացը կարող ենք խմել, որ համը հյուրասիրեմ ձեզ։ Ինձ համար միևնույն է, քանի որ նոր եմ փորձելու։ Բնական բաղադրիչներ են շատ Ես համեղ է։ հաղարչ երևի կփորձեմ։ Ինքնահյուրասիրվեց։ Այո։ Եվ հիշելու ենք հենց այնպես պատմություններ։ Մարջանը առաջին անգամ է մեր տաղավարում։ Մարջանը իմ հույսով է եկել, ճիշտ Կենաց։ ասած, որ ես բան եմ Ինտուր ես Լսիր, երբ որ ինձ Full House-ում casting էին անում, առաջին մարդը դու ես եղել, որ ասել ես նա ողբերգական դերասան է։ Հիմա դու ինձ ինչ ես ուզում։ Դու ես չէ ասել։ Հա դե լացելու Գլխիս քար է իր գցում, լռել եմ այսքան տարի։ լացելու բաներ պատմի, լացենք։ Լացել Չենք բանը կարող չէ, ես ֆորմատից պատմել շեղվենք։ չեմ կարող, լացելու բանը կարող։ Ֆորմատից շեղվենք, լացելու բաներ խոսենք։ Ուրախ պատմություններ հիշենք։ Ալե ջան։ Շատ ծանր դες բաներ։ Եթե Երևանի Լացկանյանի նման կլացենք, հա։ Միայն դրական լաց մեր տաղավարում։ Նկարահանումներից պատմություններ կան, հետաքրքիր, անսպասելի։ Ցենզուրնի շատ կա։ Աղաս։ Աղասան ունես։ Այդ պատմությունը, Չէ, Ինքը պատմություն է արդեն աղասը։ Ինքը արդեն աղասը արդեն ինքնին պատմություն է, էլի։ Այս մեկ Չէ, պատմություն է, չէ, բայց դու հիշել էիր։ Հա, Full House-ի հետ կապված մեր նկարահանումները երբեմն շատ երկար էին տևում, գիշերներ անգամ, խմբին երբեմն ճանապարհում ենք, մնում ենք ես ու Գրիգորը, որովհետև վերջում ավելի արագ էր ստացվում, երբ որ մենակ ենք, որովհետև մենք բոլորս միասին, որ արագ պետք է նկարենք, վերջացնենք։ Մենք բոլորով իրար հետ անկառավարել ենք, անհնար է ու Կարենի մասին վերջերս անդադ պատմում եմ, ու այդ հիշում եմ, որ ջղայնանում էր, ձեռքը դնում էր ճակատին ու ասում էր ես մենակ եմ ու գնում էր տուն։ Որովհետեւ այդ պատմությունները պարբերաբար չկրկնվեին, ես ու Գրիգորը ամենջանում ենք, որ ֆինալում երկուսով մեր բոլոր տեսանները նկարվեր օրվա վերջում։ Այդ օրվա վերջը կարող էր լինել գիշեր ժամը 3-ը։ Ու շատ արագ նկարահանումը վերջացավ, արագ այն ժամանակ մեքենա չէի վարում, տաքսի պատվիրեցի, տենց արագ հագուստս փոխեցի, ինձ գցեցի մեքենայի մեջ, որ գնամ տուն։ Տենց շնչահեղձ բան նստած եմ, երբ պիտի հասնեմ, որ քնեմ, շատ հոգնած եմ։ Բնականաբար տենց բան, մազերս նույնն են եւ այլն, ասացի Երանի չճանաչի, որ հարցեր չտա, ասենց ընկղմվել եմ այդ բան տաքսի նստատեղի մեջ։ Ասես խորասուզվել ես։ Հա, ես զգացի, որ վարորդը ասենց նայում է բան։ Ինքը հայելուց տեսավ ինձ։ Հա, ասեցի Աստված իմ հանկարծ չճանաչի, ասեց Տամարանը, ասեցի չէ, ու շատ են նմանացնում բան, հիմար բաներ սկսեցի խոսել։ Հետո ասենց թեթև վիրավորական հայացքով ասենց նայեց վիրավորված, պատտվեց վարում, այլի գնում ենք։ Հետո աչքս քոր եկավ, որոշեցի աչքս քորեմ,
ու իմ ակնոցը երկար պատմում է հիշում եմ առանց ապակիի է այդ ակնոցը որպեսզի չանդրադառնար լույսը Տենց աչքս քոր եկավ, սենց ակնոցի մեջով տեսա, որ այդ ապրավան աչքիս վրա է ու ես այդ մարդուն 30 րոպե խաբել եմ, որ ես տամարանջեմ, որ հարց տա, որովհետև ես հոգնամ։ Հա, այդ սենց հետ բերելով, սենց դուրս եկավ, տեսա ու հիմա սա պահում եմ, բան, որ այն որ վերջումս ցիկներ էլի ուղակի շոտ հոգնած։ Ես տամարանում բայց ինձ հասրիքում։ Սենց այդ ես ջոգել էի, որ դու ինձ խաբել ես, այտենց։ Ես մեկ։ Խափել։ Խափլան։ Այդպես պատմությունի մեծ էլ է եղել է, մեծ ուրիշ բան, որ կերպարային։ Բեղերը, չասես բեղերը։ Չէ, բեղերը չէ, ուրեմն բանի ժամանակ, այն որ հիշում ես, մուշեղի մազերը ներկում են, ինչ որ շամպունի մեջ բան են լցնում։ Հա։ Մուշեղի մազերը ներկվում է կյաժ մազերով ա լինում, ասես։ Հա, ինչ որ մի հատ էպիզոդ հիշում եմ դեն։ Ու իսկականից ներկել էին։ Ուրեմն մի հատ ցած բան էր, դες սպրեյ նման բան էր։ Սպրեյով ցած ներկել են մազերս կյաժ, ցած լրիվ ու բանը, այդ ժամանակ ռիփսիմ եմ պարկացա հիվանդանոցում, գնում եմ տեսակցության, ես, բայց քանի որ այդ պետքա լողանաս, մի 6 անգամ պետք է լողանաս, նոր դուրս գա այդ ամեն ինչը, բայց ես չհամբերեցի մտնեմ տուն, ես մի անգամից Երևանի հիվանդանոցում էր Մի քիչ դες ծանր վիրահատություն էր տարել, մի խոսքով պետք է շտապ ես ինձ գցեի հիվանդանոց, որ շատ ոչ կարևոր էր։ Մի խոսքով նկարահանումներից հետո դες բոցած գնում եմ դեպի հիվանդանոց։ Այդ մազերով։ Կյաժ մազերով։ Նստում եմ լիֆտը։ Մոռացել էի, թե լիֆտերով լիֆտա։ Այն հա, այն որ իրենք են բարձրացնում։ Այն որ տիկիններ են, լինում, ասես գրպաններով։ Գրպանը գիտես ինչի համար։ Հա, գիտեմ։ Գրպանով տիկինները, ասած գրպանով տիկինն է, ինձանից մի քիչ կոլոտ, ասած, նու սովորաբար իրանք կոլոտ են լինում։ Մի խոսքով, որովհետև ես բոյով եմ։ Դա պատճառը։ Կներեք։ Թողներն ինձ բոլոր կոլոտ կանեք, մի խոսքով։ Համեն դեպքում նստում եմ բան, լիֆտ։ Որ բարձրանամ եկել, վայ, չէ, բեղերով չեմ։ Բեղերով չեմ, բեղերը պոկել են, բան, բայց կյաժ եմ։ Ու կարծեմ Ալբերտոն էլա հետս, հա Ալբերտոն էլա հետս, իրար հետ ենք, դե Ալբերտոն կյաժ մազերով, սենց չէ, բան ինքը շեկա։ Մեծ տղա։ Շեք մազերով, հա, տղաս, բայց պուճուր է ինքը, այդ կնոջ բույնն է, մի խոսքով։ Բանը։ Դե երևի էլի, դու ինքը տեղը տեսակով բոյով երեխա է, դրա համար եմ ասում կնոջ բույնը։ Այդ ժամանակ։ Հա։ Հիմա բոյով է։ Ինձ կոլոտ է, բայց այդ ժամանակ։ Հիմա դե Ալբերտոն ինձ բոյով է։ Ջեթլեքի մեջ է։ Հա, մի խոսքով էս կինը ասած նայեց Ալբերտոին, չէ, ասած նայեց Ալբերտոին, սենց ուղիղ հայացքով, ասած հետո նայեց ինձ, ասած ձեր տղան ձեզ շատ նման է, ահա որ նման է ձեզ, մենակ գույներով է որ նման լիներ, լրիվ մեկին մեկ դուք եք ու սենց աչքերը ընկավ մազերի, սենց արեց, վայ դուք շեք մազերով եք, ասի հա, համոզված, ասեց ոհի ես չգիտեի, ասի դե մեկին մեկ տես նման ենք, մենք իրար, ես հիշեցի, ես ու տենց խապելու բանով, էլի տենց համոզված ասեցի, տիկինը իմացա, որ ես տենց շեք մազերով եմ միշտ, ուղղակի եթերի համար մազերս ներկում եմ։ Այս վերջերս հիմա մազերի մասին խոսեց, հիշեցի բանը, բեղերը, Ամերիկայում հյուրախաղերի ենք, գոքը սենց, երևի սենց բան էիր ունեցել, թրաշ, հետո սափրվել էիր ու մնացել էր բեղերը։ Ու որ գրացել են, որ ասում են հնդիկ։ Ռիփսոին տեսա գրկեցի կնոջը, ոնց ես կյանք պաչեցինք իրար բան, մեկը սենց հետ լսի ոնց պիտի լինեմ, Մարիոյի հետ եմ քնում զարթնում, ոնց պիտի լինեմ։ Ու այդ բան բեղերով ոնց իրոք Մարիոն լիներ, Մարիոյի դեմքով։ Լուրջ տարապում էր, երբ հա ձերս բաները վերջանալու, սա սափրվի, ոնց որ Մարիոնը լինի, քնում արթնանում կողքս։ Մարիոյի հետ եմ քնում ասում։ Շատ լավն է։ Դե հիմա էտա։ Այդ գնի մեջ էտա։ Ոնց որ Full House-ի հետ կապված մի հատ բան էլ հիշեցի, հեսա դու կհիշես, բայց երկչու անունը չեմ տա։ Ուրեմն գնում ենք Մոսկվա ենք գնում, ինչ որ համերգի մասնակցել, տաշի շոուներ, ինչ կհիշես։
Հա։ Ես չեմ իմանում ինչ պատմություն ես պատմում, որ Հա, բանում ենք, օթանավակայանում ենք, երկչույներից մեկը ասում է, ու ընդհանուր խոսում են, մի քանի հոգով ենք, սենց կանգնած ենք, թե նստած, խոսեց, ասեց, ես ձեզ հետ չեմ մնալու այդ հյուրանոցում, ես Հայաթում եմ մնալու, ես էլ շատ էմոցիոնալ մարդ եմ, այդ Հայաթը ուղիղ Ես շատ էմոցիոնալ եմ, ու այդ բանից սենց բան եղա, շատ ջղայնած, հա, ասեցի, Մտածեցիր Բաքում։ հա, ջղայնացել եմ, ուղիղ եմ հասկացել, եկա մենչին ասեցի, լսի, ու շատ հիստերիկացած, որտեվ ես մարդկանց պաշտպանել բան ասում, լսի հետո ինչ մեր խմբից չի, ոնց կարելի է, հա, ոնց կը շատ հումանիստ եմ, ոնց կարելի է մարդու հետ տենց բան, ասում է Հայաթում եմ մնալու, ու այդ պահին հիշեցի, որ Հայաթ հյուրանոց կա, բայց արդեն ուշ է։ հիշեցի, բայց արդեն ուշ էր, մենք եւ բոլորը դու մտածում էիր ինքը Բաքում է մնալու ու այդ ամբողջ օթանավակայանում մինչև Մոսկվա հրհրացել են այդ հումորի վրա։ Ասում լսի մտք։ Դե մեզ ճիշտ ասած մեր մի հատ շատ կարևոր բան կա։ Պետք է բոլորը ուշադիր լինեն իրենց խոսքի մեջ, որովհետեւ մեր հատկապես մեր այդ Սցենարական թիմը սաստավը Ոչ միայն սցենարականը, մեր խմբը, ընդհանուր Full House-ի խմբի մասն է խոսքը։ Բոլորը պետք է ուշադիր լինեն խոսքի մեջ, եթե հանկարծ ինչ-որ մեկը մի փոքրիկ բլթիկ, հա, ու դա դառնում է շատ մեծ։ բոլորը սլակները ուղում են վրան ու գնաց։ Ու կարճունի ինքը ով է։ Ով է, ինչ-որ մեկը էս բան եղավ, առիթ հատ պետք չէ, ասենք։ Իսկ պատմություններ կան բլթիկների հետ կապված։ Այդ տեսիքը Ցենզուրայի մեջ չի, շատ կա, մանե, այդ աննկարագրելի շատ։ Ես ուսամ, երբ որ ես լինեմ 70 քանի տարեկան, արդեն այդ ցենզուրան աղասին պատմեցինք արդեն։ չի լինի։ Գիտեն էլի, աղաս։ Աղաս։ Այդքանով այդ պատմությունը եկել եզրափակել։ Վերջերս Ամերիկայում էիր պրեմիերայի ժամանակ։ Ինձ լավ անցավ, պրեմիերան շատ թույն անցավ։ Շատ սիրուն էր, հա։ Իրական է, որ ու առաջ անգամ էր իրականում այդ ֆորմատի մեջ պրեմիերա կազմակերպվել ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում։ Լավ էր։ Դուրս չի գալի այդ ողբերգական նոտաները, մի քիչ ուրիշ բան։ Անես լավ էր։ Հենց հա, տեսնում, ոգևորված։ Լավ, ոչ Full House-ի հետ կապված պատմություններ, ճամբար, երեխաներ, Դե երկրպագուներ։ Ես ընդհանրապես քանի որ մենք Մարջանի հետ ենք։ Շատ բան չեմ կարող պատմել։ Հա, հիշեք ոնց եք ծիծաղում ին վրա։ Դե հիմա էտա։ Ինչի։ Հենց իրոք շատ սիրում եմ Տիկին Տամարային։ Ես մի հատ ուզում եմ պատմեմ այն պատմությունը, թե ինչու եմ ես իրան կինոյի մեջ ասում, գեյֆ ընդհանրապես Կուկու ջան։ Ահա։ Ոյ, խնդրում եմ, պատմի։ Այդ իզուր չի այդ ֆրազան։ Կհիշես պատմությունը։ Փորձում եմ հիշել, սպասի։ Ոյ, խնդրում եմ, չէ։ Լավ պատմի։ Պատմի։ Կուկու ջանը այդ մի 3-4 եթերաշրջանից է հայտնվել։ Երրորդ եթերաշրջանից հետո Մուշեղը Տամարային, 4-րդ եթերաշրջանից հետո Մուշեղը Տամարային ասում է Կուկու ջան, դե դա այդ Կուկու ջանը, բայց ավելի փաղաքշականը Կուկ։ Կուկ։ Էտա, Կուկ։ Տենց էլի։ Ինչի է ասում։ Այդ իզուր չի, այդ ինչ մարդ կար, որ ինքը եկավ եւ բաց թողեց այդ ֆրազան մեր պավիլյոնում եւ հեռացավ։ Բլթի հետևանքը։ Մի տղամարդ էր եկել նկարահանման 60 անց էր ինքը, չէ՞ երևի։ Հիմա երևի 70 անց արդեն, այս պահին։ Հա, կլինի 70։ Դե այդ վաղ եթե 60 անց էր, հիմա 70 անց է արդեն։ Եթե հիշում եք, մենք ձեզ բարևում ենք։ Հա, ողջունում ենք ձեզ։ Հուսանք դուք նայում եք մեզ։ Կամ եղավ երկնքից է նայում։ Մի խոսքով, որտեղից որ նայում եք մեզ։ Ինչ։ Հիմա կամ պետք է YouTube-ը նայի, կամ էլ երկնքից։ Հիմա որտեղից որ նայում է։ Արի լավ տրամադրվենք YouTube-ով է նայում։ Լավ, օքեյ։ Չէ, ես իրան Աստված լիքը առողջություն տա, թող երկար ապրի։ Խոսքով տենց դե հիմա հումոր ենք անում, չորնի հումոր тоже հումոր։ Բայց վատ հումոր, դա ոչ մանցած է։ Հա, սև հումոր։ Մի ներվայնացեք։ Всё։ Այդ
Մարդը եկել էր մի հատ էպիզոդիկ դեր կար, ինքը պետք է նկարահանվեր այդ էպիզոդիկ դերում ու մոտենում է ինքը Մարջիկին, ասենց Մարջիկը կանգնած ալնում, ստեղից հայտնվում է մի հատ ասենց բանը ճուժոյի պես ասենց այստեղ հայտնվում ասում է ինչ ասում չգիտեմ խոսքի օրինակ կոմպլիմենտ անում ասած անում Դից մոտավոր շատ սիրուն ես կուկու ջան հա Ես էլ հակառակի պես ինչ որ կլասիկ sense նեղ բաներ էի Մարջիկը ասած ինչ որ տենց ու sense այս մասից հայտնվեց կամ ասեց ոնց ես կուկու ջան կամ կոմպլիմենտ էր արել կոմպլիմենտ էր արել ես ինչ սիրում ես կուկու ջան բայց բաներ են հա էլի լավ երեխեքը շուրջս էին վատեր ավարտվելու դա Ու բնականաբար դա դարձավ մեր թեման ոնց կուկու ջան Հետո տիկին Տամարային տենց շատ ուղիղ էին ընդունում ու այդ կուկու ջանը հա մտավ մինչև ու այդ ֆրազան մենք վերցրեցինք ինքը շնորհակալություն որ այդ մարդը տվեց այդ ֆրազան Ոգեշնչեց մեզ հա դա 17 թիվն էր երևի Շնորհակալություն Տամարային որ այդ մարդը նրան հավանել է եւ մենք ունենք կուկու ջան եւ ունենք այդ ֆրազան որ անդադ մուշերը ասում են Հուր Հավիտյան ֆրազան Տամարայի կերպարը միշտ շատ ուղիղ է դրա վրա լիքը խորացումներ բաներ եւ այլն դրանք չեն պատմում որ լիքը խնդացել ենք լիքը խնդալու բաներ ա եղել որ ասում եմ այդ մի պահ որ ինչ որ մեկը մի բան պետք է բլթ անի եւ բոլոր սլակները ուղղվեն հա ու իմ հենց դրա համար են միշտ ասում որ այդ բանի տիկին Տամարայի թիրախային լսարանն է հա 60-ն անց ու հենց գալիս են ասում են կուկու ջաները եկել են всё ու ես մնում եմ միջանցքում որովհետեւ իրանք տենց երկար խոսում էին կոմպլիմենտներ էին անում Իսկ կանայք չէին խանդում կանայք չէ հակառակը շատ եղել է որ հարսանիքների ժամանակ հիշում ես շրջապատում եղած ենթադրենք Full House-ի անձնակազմից ինչ որ մեկի կամ հարսանիքնա ծնունդ կնունք իրանց հարազատները կարող էին հավաքվել տենց այդ տարիքայինի մեջ կանայք ասում են հենա քո սիրելին եկել է գնա ու տենց շատ տղամարդկանց տենց հրում էին ես ասում ժողովուրդ ես եկել եմ քեֆի խնդրում եմ այդ միշտ եղել է ու տենց կար եկել է գնա բարելի եկել է ու ինձ արհամարում գնա են հետը նկարվի հա ինձ արի մի հատ կանգնի նկարվի էլի քո հետ ուշքը գնում է ու ես սկսում եմ ինձ մեղավոր զգալ բայց թե բանը մունատ է գալի մունատ կար քեզ գիտես չէ ոնց է սիրում մի անգամ ինձ չեմ հիշում որտեղ է հրավիրել էին ճաշկերույթ էր ինչ որ ու հրավիրել էին ամուսիններ այդ ճաշկերույթի 15-րդ րոպեից երևի ծանոթության որ նստեցինք ես ինձ չէի ճանաչում ընկերներից մեկն է 15 րոպե հետո Իրակինը սկսեց ինձ արհամարել որովհետև ամուսին մոռացա որ կողքին նստած է Իրակինը հետո կեսից հասկացա որ այս մարդը շատ ուղիղ է վերաբերվում այդ կերպարին տենց արագ ընկերներից մեկին գրեցի ասի ես ինչ տեղն եմ արի ինձ տար ու ես տենց հեռացա այդ վայրից, որովհետև ենթադրում շատ ուղիղ են նայում դրան ու բնականաբար ասոցիացիան հետ է որ մարդիկ շատ ուղիղ ընկալումներ ունեն, շատերը ուղիղ ընկալումներ ունեն կերպարների հանդեպ, դե բացահայտ կան էլի շատ են այդպես մարդիկ։ Ու երբեմն մտածում եմ որ գրկախառնությունները այդ փաղաքշական անընդհատ քեզ համբուրելը պետք է որ քեզ դուր գա, որովհետև տիկին Տամարան տղամարդ է ման գալիս։ Հա, անընդհատ մուշեղի հետևից վազելով, անընդհատ ինքը այդ փնտրտուքների մեջ է ու շատ այդ տարիքի տղամարդկանց թվում է որ տենց գրկեն, տենց խորը փաղաքշանքները պիտի որ բանը Մարջանին չէ, տիկին Տամարային դուր գա։ Ու դա բնականաբար ինձ հասցնում էր հիստերիայի երբեմն։ Դուր չի գալիս տիկին Տամարային։ Հա, ես նույնիսկ լացում էի ինչ որ հիստերիկ բաներ էի անում։ Մենք բանի ուրեմն հիշում ես առաջին անգամ որ գնացել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին համերգն է մեր առաջին ներկայացումն է։ Այն որ կիսա ուշա գնաց եղա այդպես պատմում։ Հա, կատաստրոֆա էր դա, որովհետև մենք չենք պատկերացնում 2000 հոգանոց դահլիճ 2500 հոգանոց 2500 Pasadena City College auditorium, լավ հիշում եմ, հենց տեղ էինք ու լիքը մարդը տոմս չէր կարողացել գնել ու իրանք ոնց որ եկել էին դահլիճի մոտ։ Հա, սպասել էին որ գոնե նկարվեն։ Ու մենք երբ որ վերջանում է ներկայացումը, ասում ենք դե հայտարարում ենք որ վերջում կնկարվենք, բայց մենք բացարձակ պատկերացում չունենք, թե ինչա մեզ սպասվում։ Սպասիր, մենք Երևանում այդ ժամանակ ոչ մի հյուրախաղ չենք ունե, դա մեր առաջին բեմելն է, որպես շոուներ կա ինքը, որպես Full House-ը առաջին անգամ բեմումն է ելույթ ունենում, ու մենք նու գիտենք որ Full House-ը
պոպուլյարն է, ու ինքը ընդհանրապես մի 8 ամսվա պրոյեկտ է։ Մտածում ենք, որ այսպես պիտի կանգնենք։ Ասում ենք, դե 8 ամսվա մեջ ի՞նչ պետք է պոպուլյարություն։ Մեկ եթերաշրջան է դեռ։ Այո։ Երկրորդ եթերաշրջան, երկու եթերաշրջան էր գնացել։ Երկուսը չէր ավարտվել։ Երկրորդը հələ չէր ավարտվել, ու մենք պատկերացում չունենք իր այտենց կայծակների մասշտաբայնությամբ արագությամբ այտենց տարածվելու հետ կապված։ Տեսել ենք դահլիճը լիքն է, ուրախ ենք, որ դահլիճը լիքն է, դե լավ է, որ դահլիճը լիքն է։ Այդպես դուրս են գալ, դե մտածում ենք, ասենք միշտ մենք առաջի անգամ չենք այտենց բաների միշտ զալի կեսից ավելին գնում են, մյուս կեսը մի քիչ մնում են նկարվելու։ Պարզվեց այդ 2500-ներ մնացել են նկարվելու։ Դրան գումարվել են նրանք, ովքեր տոմս չեն կարող մարդիկ ու 2 ժամ էր մեր համերգը, ուղիղ 4 ժամ տևել է այդ դրանից հետո նկարվելու process-ը։ Ու մենք չունեինք տեղ փախնելու մանե, որովհետև այդ կենտրոնական մուտքը, որտեղից դահլիճ էին մտնում, դուռը բացեցին, մենք սենց խմբով կանգնած ենք, մեզ տարան դուրս, որովհետև այնտեղ այդպես է ժամով է, դահլիճը տրամադրված է 2 ժամ 10 րոպեով, 2 ժամ 10 րոպեն անցավ, դուրս են հրում քեզ, դռները փակում են։ Մեզ սենց հրեցին դուրս, շատ մեծ դռներ էր, սենց բացվեց, ու հետո հետ փակվեց, մենք մնացինք այդ ռամկայի մեջ, այդ քառակուսի ու այդ ամբողջ բանը, մարդիկ, որոնք այդտեղ կանգնած էին, եկան դեպի այդ դուռը։ Ու մենք սենց կպել էինք այդ ու գոռում ենք, օդ չկա շնչելու, ես սենց դանդաղ այդ դռան վրայով սենց սահեցի իջաներ, հետո հիշում եմ, որ բան էին։ Իբրը շատ ապրում, հա։ Չէ, իբր չէ, մատա, լավ չի, բան։ Հա, ես փակ տարածքներով բանը, դες կլաուստրոֆոբիա է մոտը սկսվել։ Չունեի, այդ օրվանից կոնկրետ մարդիկ ծստում են սարտիկ օքրը։ Որ ունենայի։ Ամեն ինչ ունեմ, բան, գայմարիտ, ամեն ինչ կա, ուսախ ֆուրլաուսի։ Ու այդ կլաուստրոֆոբիան գումարվեց, ես տենց հիշում եմ այդ դրան վրա սղացի։ Բայց սիրուն սղացիր։ Հետո ինչ որ մեկը տեսա ինձ գրկած ստանում է ու ամենակարևորը։ Այդ արանքում, երբ որ սենց կիսա գրկածին ստանում են, սենց կադր պատկերացրեք։ Մարդիկ են, որոնք ինձ տեսնում են, մի քիչ վերև, սենց գրկած ստանում է, մեկը բանն էր։ Մի հատ ինչ որ թիկնապատ տղա էր, հայ։ Սենց գրկած փորձում են տանել դեպի դուռը, որ ես շնչեմ, այնտեղ արփին նանին կերել են այս մասը, ստեղ չկա մազերի եւ այլն։ Ու այդ պահին, երբ որ ինձ տենց ստանում են, ինձ հետ նկարվում են այդ մարդիկ։ Մեկը ստեղից է քաշում չրխկացնում, հետո այն մեկը ստեղից, մեկը կախվել է պարանոցից, այդ տղան հերիք չի ինձ գրկել է, մի 3 հոգի տենց նկարվում են։ Ու տենց բաներ շատ ունեցել են։ Մի հատ էլ դեպք տենց Մոսկվայում է եղել։ Հա։ Մոսկվայում այս վերջերս հիշում ես կապան որ գնացել էին։ Վերջերս բավական։ Բոլորովին վերջերս։ Այն բալիկին հիշում ես, խնդրում եմ։ Կապանում գնացել էինք էլի տենց մենք Կապանի քաղաքի օրներ, ես ու Մարջանն էինք անցկացնում։ Հրապարակում բաներ։ Այս շատ կարճ տարածք էր որ պետք է հասնենք, ուրեմն այդ երեխեքը կախվել են sense կոստյումս են օրա։ Sense կախվել են կոստյումից, sense Մարջանին տարան, ես մնացի։ Ու sense լիք երեխա sense տոնածառ եմ դառել sense։ Փոքրիկ բալիկներ կախված։ Sense լիք երեխեք են կախված։ Շատ լավն է։ Երբ ասում երեխեք ասեմ խնդրում, ոչ կարող եմ առաջ գնամ, ոչ հետ, այդքան ուժեղ երեխա ես չէի տեսել։ Ուժեղ էին։ Ու շատ էին դրա համար էին ուժեղ, էլի, շատությունից էր ուժեղ։ Թե չէ ես ընդհանուր միշտ ինձ համարել եմ ուժեղ տղամարդ։ Արգելներս։ Մի հատ կպատմես գոգ, բանալիները մեքենայի։ Այսպես մնացել էի։ Մեքենայի բանալներ։ Չեկա, չեկա, ասում երեխեք ջան խցում եմ։ Որովհետև ինչ որ մեկն էլ այստեղից էր բռնում։ Ստեյց է կախել։ Այդ կոստյում կճեղը։ Մի ձև փախա այդտեղից։ Բանալիները որ Բանալին։ պիջակի գրպանից հանել էին։ Լուրջ ես ասում։ Ինչ ասեց, հա, որ խառը մտե բան տես։ Ու ինչ որ մեկը տենց հանել էր, գոգը տեսել էր, որ ձեռքից վերցնել, ասել էր, եթե չես նկարվելու չեմ տալիս։ Հա, շուտես տանում էին էլի բան, տես ջեբս բանկցին։ Ու մենք հա հետո հետևի մուտքով փախանք, որովհետև հա բալիկները մեզ շատ սիրում են։ Իդեպ ովքեր նայում են։ Հա շատ լավ էր, բայց այնց հավես էր։ Ես ցենց ասեմ, իրականում մի քիչ դժվար է այդ ժամանակ, բայց իհարկե նաև հաճելի է այդ հաճելի զգացողություն է, որ իրականում հասկանում ես, որ ու շատ հավես էր, որ այս քանի որ դա մի քանի ամիս առաջ էր։ Իդեպ ասեմ, այդ ժամանակ դեռ Ֆուլհաուսի ֆիլմը չկար։ Հա, ֆիլմը չկար։ Բայց այն եզակի կազմերից եք, որ մնում են ու նկարվում են, էլի, դա էլ է խոսում, ձեր Մենք Միացյալ Նահանգներից հետո մանե ինձ թվում է տենց կատաստրոֆա էլ չենք ունեցել Միացյալ Նահանգների այդ առաջին ավելի կազմակերպված է եղել։
միշտ ենք մնացել նկարվել, ինչքան էլ հոգնած լինենք, պարտադիր է, որովհետև Այդ ձեր վերաբերմունքի մասին Մենք է։ ԱՄՆ-ում էլ դե ուջուրեն ոնց կարող ես մերժել, որ ասում նկարվեմ։ Մենք էս որ գնացինք Գյումրի, գնացինք էլի ցուցադրությանը, բանը Վանաձոր գնացինք ցուցադրության, մնացել ենք բոլորի հետ։ Ես էս չեմ եղել։ Բոլորի հետ մնացինք, նկարվեցինք, ԱՄՆ-ում նույնպես։ Մի խոսքով ունեցա որ բոլորի հետ էլ տենց հետո Մեր խումբը սովոր է։ Դա շատ կարևոր բան կա, այդ կոմունիկացիան պետքա պայես, այսինքն պետքա եթե դու կտրվում ես քո հանդիսատեսից, էլ ասենք իմաստը որն է, կարած մարդը գալիս է, մի խոսք ինքն է ասում, մի բան դու ես ասում, կոնտակտ Հետո ալնում, հումորներ են խոսում եք։ ծնվում, Կուկուջանը։ Այո։ Կուկուջանի պես հումորներ են ծնվում։ Կուկուջան։ Իսկ Մարջանի Մի հատ մամային գրկին նկարել։ Էտա։ Մի հատ երախուն գրկին օքեյ է, բայց 17 տարեկան երեխա է, ասենք գրկես գալիս որ են, նկար։ մի հատ մամային գրկին նկարել։ Մեծ կինա։ Օրինում ես, չէ։ Չէ, եղել են դեպքեր, չի հորին։ Եղել է։ Լուրջ։ Լուրջ եղել է։ Իրանց Հա, փոքր երախուն տվել, Չէ, հետո հիշում մամային։ են 14 տարեկան երեխուն տվեցին, ասին նկարվի։ Շատ մեծ, հա։ Հա, այդ ջղայնացա, բայց այդ բանն ասում կլինի կանգնեմ կողքը նկարվեմ։ Շատ մեծ էր այդ երեխան, ես չի կարա գրկեի իրան։ Երեխա էր 14 տարեկան։ 14 տարեկանը իմ բոյին է։ Հա, մի քիչ քո հասակի չէր, բայց մոտավոր էր մի այդքան։ Ինչ-որ մի։ Բայց գրկի։ Ջղայնացավ ասած քանի տարեկանից նազես 14-ից կլինի կանգնի նկարվեմ։ Կլինի կանգնես նկարվեմ, չեմ կարող ես գրկեմ որն է։ Բայց համարյա գրկել էր, որ Համարյա, հասկացա, որ մի քիչ շոտ Չէ, է։ էլի եմ փաստում, ես ուժեղ տղամարդ եմ, բայց հեններս ես Այդքան չէ։ չեմ կարող։ Չէ, լավ է, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանդիսատեսին, բոլորին եմ ասում շնորհակալություն, որովհետև այսքան տարի հետո, այսքան տարի անց Ջերմություն չի պակասել իրական։ նույն ձև ու նոր սերունդա մեծացել ովքեր որ նայում են հիմա ֆուլովսը ու էլի սիրում են Շատ են սիրում երեխաներն ու մենք այսինքն այն ինչը որ մենք անում էինք այն ժամանակ ու մենք նպատակ ունեցել ենք անկեղծ կլինեմ ու կասեմ մեր նպատակներից մեկը էր որ մենք անենք մի հատ մաքուր պրոյեկտ որը չի ունենա տարիքային որևէ շեմ եւ ազատ կարող են դիտել բոլորը եւ եթե նույնիսկ մեջը հումորներ էր լինում որոնք որ մի քիչ ասենք Մենք սկսում ենք իրար հետ համագործակցել, զանգում ենք իրար։ Ճակերտավոր գոտ կատեղից ներքև չասեմ էլի, մի քիչ պոշտի թեթև պոշտի բաներ, եթե դա նույնիսկ լինում էր, մենք այնպես ենք սցենարը գրում, որ մեծը հասկանա այլ կերպ, երեխան նայի այլ կերպ։ Այսինքն երեխան չի հասկանում, իր համար ծիծաղելի է դա մուլտիկա որպես։ Խորը թաքնված հումոր։ Տակինն էլ մեծն է հասկանում, ասում է, օքեյ, հարց չկա, ու ինքը չի բացատրելու բան չունի երեխուն ամենակարևորը երեխան ուրախ է ինքն էլ է ուրախ բոլորը ուրախ են երեխան էլ մեծանում է երկրորդ անգամ նայում է որ հասկանա այդ հումորները հա ու հետո երեխան մեծանում ասում հետո երկրորդ անգամ նայում կամ հազարերորդ ես չեմ հիշում երկրորդ 1000 անգամ նայած կլինեն մարդիկ որովհետև բոլոր սերիալները իրար հետ գումարած իրար որ գումարում ենք անում է միլիարդ 200 միլիոն պրասմոտր ունի օհո ու դե խորացել են քանի հոգի են նայում ասենք նույն մարդը մի քանի անգամ մոտավորապես 1000 անգամ ամեն մի հոգին 1000 անգամ համարյա նայել է կամ մեկը կարող է 2000-ը նայեն մեկի տեղը իսկ երկրորդ մաս լինելու է ֆիլմի դե լավ էլ մի պատասխան ասեցիր արդեն Այս ինչ է ձգտում չէ ես չեմ բան կա թաքցրու էլի ես կարճ կոնկրետ կլինեմ կասեմ որ կա այսպիսի մի բան որ դասանի ավակը առաջինը դասանի ավակը դու ես այդ ներկայացումից էր այդ տեքստը անհայտ բաժանորդից դրանց դասանի ավակն ես լրիվ պատմեցի չէ մենք հասկացանք այդ հումորների հետ կապված ասեմ ես շատ կարևորում եմ պահանջարկը պահանջիկ կլինի Ես ասեմ, որ մեր ֆիլմը, որ հիմա նկարել ենք, ռեալ հանդիսատեսի, մեր հանդիսատեսի պահանջներից ելնելով ենք մենք գնացել այդ քայլին։ Հասկացել ենք, որ մարդիկ շատ են մեզ հարցնում
այնքան են հարցեր, այսինքն պահանջարկը շատ Հետո մեզ համար էլ հավես էր, մենք էլ արդեն մեզ համար էլ հետաքրքիր էր շատ այդ ամեն ինչը։ Հա, հիշեցի Full House-ի հետ կապված, այն ամենասկզբում, որ ոչ թե ուշադրություն չէինք դարձնում, ենթադրենք ինչ որ մի հումոր կար, որ հասկանենք, որ չենք ուզում սա ասենք, որովհետև արդեն գիտեինք, որ մեզ բուջուր բալիկներ են նայում։ Զանգում էինք Գոքորին կամ Գարիկին, մյուս տղաներին, Վանչին, Ծյուշին այն ժամանակ իրենք էլ կային, որ այս հումորը արժի անել, որովհետև մի քիչ ինչ որ շատ թաքնված չի եւ այլն։ Մի այդպիսի հումոր ես եմ արել, որը քրոջս բալիկը անգիր հիշում էր, շատ բարդ էր ինքը երևի 3-4 տարեկան երեխա էր ու հիշել էր դա։ Գրիգորին ասում, սա ինչ է, էսա մուշեղին Տամարան ասում, էս ինչ է պիջակիդ վիճակը, ոնց որ անբարոյականի նկարագիր լինի։ Այդ հումորը գոգ տաքսիի մեջ երեխեն քրոջս բալիկը ասում է վարորդին։ Քրոջ քույրս մեքենայի մեջ բնականաբար ինչ վիճակը, հետո հասկանում դե տենց հստակ չի ասում, քույրիկս տենց ցրում է, բան։ Բայց ինքը փոքր էր ու դրանից հետո եկա, ասեցի, չէ, երեխեքը դաժե կարողանում են անգիր անել, զգույշ պիտի լինենք։ Մենք տենց ենք աշխատել։ Ոնց որ անբարոյակ։ Վարորդին օտար պապիկի ասելա, այս ինչ Չէ, օտար պապիկի մասին չի խոսքը։ Բանով, որպես ֆրազա ինձ դուր եկավ։ Շատ ինտելեկտուալ է, հիշիր մի հատ։ Այդ Գիտես որ սեզոնն է, երկրորդ սեզոնն է։ Եվ այն երբ են գալիս իմ տանը ապրելու։ Երկրորդն է։ Գնում ես իր հետ ինչ որ տեղ, ինքը տաքսի է։ Հետո գալիս ես վրատ ինչ որ հետ, քան ասում սա ինչ է վիճակը, ոնց որ անբարոյականի նկարագիր լինի։ Ու դա 3 տարեկան երեխա։ Լավ համեմատական է, էլի ոնց որ։ Իսկ դուք քանի անգամ եք նայել սիտկոմը։ Մենք ավելի քիչ, քան մեր հանդիսատեսը։ Հա, ես սերիաներ կա, որ ես 2 անգամ, մի հատ եթեր դուրս գալուց առաջ, ոնց որ մի հատ էլ կինոից առաջ։ Եթերում։ Անկեղծ եմ ասում, ես չեմ հասցրել բոլորը։ Իսկ ֆիլմը օրինակի համար ես դե ֆիլմը մենք միջև դուրս եկավ 70-80 անգամ նայել ենք երևի։ Չէ, ինձ համար պրեմիերա էր։ Քո համար պրեմիերա էր, հա, մենք ուղղակի դե post production-ին ակտիվ մասնակցություն եմ ունեցել ու տենց դրա համար տենց բայց ամեն անգամ հետաքրքրությամբ էի նայում։ Անկեղծ կլինեմ, կասեմ, ինչքան նայել եմ Դե հատկապես մոնտաժային փուլում, երբ որ ինչ բաներ են ասեմ, հիմա որ հանդիպում եմ Full House-ին, ասենք պատահական մի YouTube-ով ինչ-որ կտորա, ասես սերիա է, միացնում եմ, նայում եմ, երդվում եմ, ոնց որ ես նոր բան նայեմ։ Ինձ մոտ է միշտ կա, բայց լինում է գոք, որ ես նայել եմ, ես եղել է, որ նայել եմ կամ սցենարն եմ հիշում, բայց նորություն է։ Ասում ոնց մենք ասես բան ենք գրել։ Ես եմ գրել ես կատակը։ Լուրջ ես բան եմ, տես նոր բան ոնց որ նայեմ։ Նոր ֆրազը որ ասեցի, դա էլ չէի հիշում։ Ասեցի ինչ-որ։ Պիջակի հետ կապված ֆրազը հիշում էի։ Հանդիսատեսի դեմքով։ Հա, ինձ մոտ էլ անում։ Սիրելի հեռուստադիտողի դեմքով նայում եմ։ Իսկ Մարջանի էմոցիոնալ լինելու հետ պատմություններ չկան կապված։ Նկարահանումների ժամանակ հա շատ էմոցիոնալ լինելու։ Դե մեկ-մեկ դինում էր պորտկումներ, որ ես գնում եմ։ Այսպես բաներ էր լինում, պորտկումներ։ Նկարահանման հրապարակից։ Դե նորմալ է, նկարահանման հրապարակում մենք բազմիցս հերախոսները, անդոդ հերախոսով են, աստված։ Բազմիցս բայց ես սովորացրել եմ իրենց, չէին։ Ստեղծագործական վեճեր էինք ունենում, այսպես, տես հա, բայց նենց չէ որ տուն կգնային։ Հա, մի անգամ Կարենի հետ եմ տենց վիճել գնացել, ինքը չհասցրեց ասել ես մենակ եմ, ես գնացի։ Կարենը չհասցրեց գնա, դու գնացիր, հա, տենց։ Բայց ինքը որտեվ ուրիշի վրա ջղայնացած էր, ինձ վրա մուննաթ եկավ, ես էլ գնացի։ Ես գնում եմ։ Հա, տենց։ Լավ, շարժվենք առաջ, խաղեր խաղանք ու եթե պատմություններ հիշեք ընթացքում, կպատմեք։ Հիմա խաղալու ենք շատ հետաքրքիր խաղ, բայց մինչ այդ հիշեցնեմ, որ հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel քարտը։ Այս քարտը ունի մի շարք առավելություններ։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն, launch key, ձեր ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն Global Roaming, Mastercard կոնսիերժ ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն 24/7 սկզբունքով եւ այլն։ Աշխարհով մեկ ճանապարհորդեք Արարատ բանկի Mastercard World Travel քարտով եւ հավաքեք նոր հիշողություններ հենց այնպես։
Full House-ի դերասանական կազմից են լինելու անունները եւ մենք կպարզենք ով է ավելի հումորով ըստ Գրիգորի եւ ըստ Մարջանի։ Կերպարի անունն եմ գրում, թե բան։ Դերասանի Չէ, կարծում եմ։ Աղաս։ Որ մնեմ ո՞ց անում։ Ով է ավելի ուշադիր։ Ով է ավելի ուշադիր։ Ուշադիր ինչ առումով։ Բոլորի մասին մտածող, նկարահանումների ժամանակ ուշադիր։ Դու Մենչը չի ես եմ, ջինջի գրի մարջ։ Հա դու Մարջան Մայրիկի մոմենտով Հա բա։ Մարջան Մայրիկա։ ես Մարջան Նայ, Մայրիկ։ ուշադիր են տարբեր բաներով։ Էսի մենջ Պրոդյուսերական պապինը, է, էսի մենջ ֆինանսապես է պապինը, ուշադիր։ էսի մենջ Լավ, պապինը։ օքեյ, մարջ տատին եմ ես։ Էս է Մարջան Մայրիկը։ Okay։ Մարջան Մայրիկ։ Նորից այս մասը կդնեք, ես։ Ահա, Հատկապես բաների ժամանակ, Հյուրախաղերի։ հյուրախաղերի ժամանակ մենք օրինակ ԱՄՆ-ում մեկ տան մեջ էինք ապրում, ոնց որ Full House-ում բոլորս մեկ տան մեջ էինք ապրում եւ Մարջան Մայրիկը ամեն օր ճաշեր է փում մեզ հոգատար, համար։ ուշադիր, Մայրիկ։ Այո։ Շատ հոգատար էր բոլորիս հանդեպ։ Ով է ավելի խստապահանջ։ Խստապահանջ։ Ահա, Մարջանը։ խստապահանջ։ Նյաթիշի ով էր ուզում շուտ նկարվեք, ով էր ուզում լուրջ լինեք, չջրի կանա։ Հա, տենց։ Շատ Այդ Հիշի, որ այս հաղորդումից հետո կյանք կա։ Իմ մասին է, իմ բենեֆիսն է այսօր։ Մեծարման երեկո եմ Լավ, կազմակերպել ես- ինքնուրույն։ Okay։ Լավ, ով է Բասի իրար հետ ենք մեզ Հա, պատտելու միացնենք, հետ։ Միանգամից Մոռանում եմ մենք այդ։ հա։ եւ հոգեբանորեն միջնժիր։ Հա, չէ, դե հարց չկա։ Մանավանդ այս վերջի ֆիլմի ընթացքում ով է ավելի Խստապահանջ։ խստապահանջը, հա, որովհետև ձե ջրիկության։ Արա, չէ։ Չէ, հա, ես էլ եմ Սուտ։ իմաց։ Սոտա։ Սոտ ասում։ Սոտ ես խոսում։ Սոտ։ Ով էր։ Ավելի խստապահանջ որ ամեն ինչ արագ լինի։ Պրոֆեսիոնալ, արագ, չջրիկանալ։ Չջրիկանալ։ Ախր դա շատ տարբեր ժամանակներ, տարբեր էր, Հա։ Հա։ Օրինակ մի պահ օրինակ ես էի, մի պահ Մարժն էր, Մենչն էր, Պաստայաննի։ Արփինանի, խառը։ Բոլորը։ Հա։ Էլի բոլորը։ Okay, իսկ ով է ավելի ուշացող։ Ամենաուշացող դերասանը։ Յոպե։ Չպտտես։ Սպասի իրար հետ պատտում ենք։ Սպասիր։ Սպասիր չպտտես մի րոպե։ Երկար է, էլի, երկու անուն է։ Հա, ես էլ էի այդ Վել ես ունեմ։ երկու անուն գրում։ Ընտանիք, էլի։ Մի փարահեղ ընտանիք։ Իրան։ Դե մի տնից են գալիս, հիմա թե ում հա, պատճառով չգիտենք։ Ու པարզ չի, ամեն մեկը մեկի վրա կարակցի էլի։ Այդ հետարքիր բան է, էլի։ Հասկանում ես, ինչ, բայց լավ է, Ասա երկու ոնց, հոգով։ ժամը 5-ին։ 5-ից 10 է մեկ է, լավ դե։ Բայց 6-ից 10 է եկել։ Բայց Կամ յոթ։ ամոզում է։ 7-ից 10։ Իսկ ով է ավելի արագ նյարդայնանում։ Նկարահանման Ով է հրապարակում։ ամենաարագ նյարդայնանում։ Նկարահանման հրապարակում։ Գիտեմ ինչ է։ Ես իմ գլխի գալիքը գիտեմ։ Մարջ։ Բայց պորտկումով է։ Պորտկումով եմ, որ Ու անսպասելի բան։ շատ անսպասելի։ Շատ Вообще ոչ մեկ չի անակնկալ կին եմ։ սպասում։ Այո։ Երբեմն ոչ մեկ չի սպասում, որ հեսա հենց հիմա միացած։ Դե հերիք հա։ Այսպես ձեմ մի հատ պիտի գա։ Մարջան Ձենը որ գալիս սյուրպրիզն է։ է։ Ու շատ ինքս խաղաղ Գիտեն է, նստած, գիտեն, բայց միշտ Արա ամեն շատ վարքյան խաղաղ, շատ խաղաղ անստա, ու թարապես բացարձակ մտքով չի անցնի, այն ուժս ֆիլմերը ոնց է, չէ՞։ Ինքդ Ում չես կասկածում։ ուժս ֆիլմը Ու որ դառնա ում չես ուրիշ կասկածում, մեկը, որ ինքը այդ պետք է ու սենց պատրվում է Բացվի ու սենց։ Մի անգամից է լինում ամեն ինչ։ Ով է ինչ լինում է թող որ լինի մի անգամ։ Այո, ով է այս Okay. կազմից ավելի շատ սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Շադրության կենտրոնում լինել։ Հա, ես հիմա կգրեմ, որովհետև այդ գալիս է նրանից, որ Աղաս, մենչ։ աղասն էլ։ Աղասը, որ Այ, անընդհատ ինքը հումորներ է անում, բացատրել էր ճիշտ է։ անընդհատ հումորներ է անում, որ կենտրոնում լինի։
որ իրան չմոռանան, Որ որտեղ ինքը չմոռանան, ուշ է որ տարածքում հայտնվել ենք։ Full House-ում։ Հա։ Հա։ Մի քանի Աղաս դարաշրջանում հասկացել ենք, չի էլ մի եղել։ Աղաս հասկացանք, էլ հումոր մի արա, հասկացանք, ախպերս։ Լավ, եւ Բոլորս գիտենք։ վերջին հարցը ով է ավելի շատ ժամանակ անցկացնում հեռախոսի մեջ նկարահանման ժամանակ։ Օ, Միանշանակ ապաստորեն։ Yeah. Հələ Անին ու Արփին։ Ոյ, չէ, մի րոպե, ճիշտ է։ Ճիշտ է, կներեք, ներողություն, մի հատ նորից։ Գարիկը։ Գիտես ոնց է, որ խոսքի։ Արի երկենք իրա համար։ Existe pa. Ինքը կհասկանա։ Էդ չեք պատմի, էդ երկի պատմությունը։ Դա Instagram-ում եղել է, ուշադիր։ Instagram-ում ես մի պահ ասած բան էի սարքել։ Այդ շարքեր արել Ժոդասենի այդ երկի տակ։ Ժոդասենի երկի տակ, որ ասած նստած էինք, ասենք նկարահանման ժամանակ, մեկ ասենք Գարիկը մի պարտադիր մի 15-ից 20 Մի ծառի մետր ճմբանցերին Հա, ինչ որ կտեսնեին ծառի դիրքավորված։ տակ, ինչ որ հեռու, բայց հնարավորինս հեռու, մի 15-20 մետր մինիմում բանով, այդպես դիստանցիայով հեռու էր նստում, ու սենց մտնում էր հեռախոսի մեջ։ Կինոյում էլ էր, բայց Ու ես հեռվից միշտ մոտիկացնում էի, սենց իրան ու story էի անում, իրան նշում էի, այնքան որ ինքը ջղայնացավ։ Ու միշտ Ժոդասենի հերիքը արդեն ներոն պատկերացրու ասենք, այն որ ասում եմ, որ մի հատիկ փոքրիկ բուլտ եւ բոլորը սլակները ուղում են սղարանը դնում են մեջքին եւ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Glovo ընկերությունը։ Եթե դիտում եք Full House կամ դիտում եք հենց այնպես եւ քաղցած եք, պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ եւ ստացեք րոպեներ անց։ Հենց հիմա ներբեռնեք Glovo եւ պատվիրեք, իսկ եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը կստանաք 1000 դրամ զեղչ։ Ներբեռնիր Glovo, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Խաղում ենք թե Գրիգոր։ Այդ թեթևասի իր կավենի ժամանակ Հենց հիմա քնում ես, ես տեսնում։ կավենի ժամանակ մի հատ տղակար չեմ ասում անում, այս շուտվա բան եմ ասում, մենք իրենց համար սցենար էին գրում, այդ թեթև որ թեթևասի շեցի, որ ասած օլիմպիական խաղեր է տիպը բան, մեր դելոյից թիմից էր այդ տղան։ Մենք փուճուր էին իրանք 14-15 տարեկան էին, մենք էլ մեծ էինք սցենար էին գրում իրենց համար, որ իրանք շկոլնի լիգայում խաղում էին։ Ու ցած հումորը, տենց հումորի ձևը տենց էր, ամեն մի տարբեր օլիմպիական խաղերի մասնակիցներին տենց հարցազրույցներ էին վերցնում ու գալիս էին հասնում էր այդ տղուն։ Պետք է հումորը սենց ասում, բարը ձեզ, դուք ատլետ եք, ասում ա թեթև։ Հումորը դրա մասին է, թեթև ատլետ է, էլի։ В общем, հիմա ինքը չի հասկացել այդ։ Գալի հասնում է դրան ասում ա, բարը ձեզ, դուք ատլետ եք։ Պահում ասած ամ, ոչինչ էլի։ Ասեմ, արա, ցավը տանեմ, կնոջ ջան, անունը տվի էլի։ Կնյազեր անունը կնոյինք ասում, մի խոսք։ Արա, ցավը տանեմ, պետք է ասես թեթև ատլետ։ Okay, հարց չկա, փորձ ենք անում էլի։ Գալիս է, բարև ձեզ, դուք ատլետ եք, վախտը գիտի։ Ասում ենք, արա, թեթև ատլետ, թեթև ատլետ, ծանր ատլետ, թեթև ատլետ։ Դե ասես թեթև, okay, okay։ Բարև ձեզ, դուք ատլետ եք։ Մի քիչ։ Ու ջոգին, որ ինքը չի հասկանում, փոխինք դերը, ուրիշ մարդ սկսեց խաղալ այդ։ Ու ինքը չկա ասպարեզում հիմա։ Հա։ Աստված հերու տանի այդ դեմքով է։ Էս պրոստը կնիկ ստացի տենց։ Հա, չէ, շատ լավ պատմություն է։ Թեթև։ Հիմա թեթե ենք խաղալու։ Թեթև, հիմա թեթև։ Ինչ ենք խաղում ատլետ, Գրիգոր, թեթև։ նրանցից միայն մեկը կարող է նկարահանվել Full House ֆիլմի երկրորդ հատվածում։ Okay. Այն որ շուտով նկարելու եք։ Քրիստինե Եղոյան թե Գարիկ Սեփանյան։ Քրիստինե Եղոյան։ Կմորտի գես։ Կսպանի։ Քրիստիկը չի խաղացել առաջինում։ Առաջին կարա, Գարիկին եկեք մատաղ անենք։ Եկա։ Քրիստինա թե Մոսո Մեկը Գարիկի Կարապետյան։ սցենարով էլ սցենար է գրել։ Թող սցենար գրի։ Քրիստինա թե Մոսո, պատասխան։ Քրիստինե թե Մոսո։ Մոսո։ Մոսո թե Արփի։ Արփի։
Ալփի թե Անի։ Անի։ Անի թե Գոր։ Գոր։ Գոր թե Աղաս։ Աղաս։ Աղաս թե Միրան։ Աղաս, ասենք թե։ Աղաս թե Միրան, Կանգնեցի Աղաս։ աղասի վրա, հա։ Աղաս թե Մենչ։ Աղաս։ Եվ վերջին հարց, Աղաս թե Մարջան։ Բնականաբար ես մոտ Մարջան։ 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 տերորան։ Երբ եք նկարում բա։ Ու միամիտ պատասխանը։ 2000 Ես բայց հետաքրքիր ավարտվեց ամեն ինչը։ Մնաց Մուշեղը եւ Մարջան։ Մուշեղն ու Տամարը։ Իրանց մասին առանձին կինոյել կարա լինի։ Այնքան երեխեք աղջիկներ ունեն։ Թե չէ դու Աղասը ինչ էի կանել։ Կինո չի լինում։ Լինում է։ Լինում է։ Մուշեղն ու Տամարը գնացել են Մալդիվներ։ Աղջիկներ, ախպերջան։ Մենք ունեցել ենք տենց էպիզոդ։ Պապուասները պատուհաս են դարձել։ Մարջան, քո հարցը այլ է։ Այսուհետ նրանցից միայն մեկի հետ կարող ես նկարահանվել ֆիլմերում կամ խաղալ թատրոնում։ Ընդհանրապես թե Ֆիլհաուսի հետ։ Ընդհանրապես։ Մեկ դերասան ես ընտրելու կամ դերասանուհի։ Մարիամ Ալեքսանյան թե Վաչե Երիցյան։ Վաչե Երիցյան։ Վաչե թե Արթուր Մանուկյան։ Վաչե Երիցյան։ Վաչե թե Բաբկեն Չոբանյան։ Բաբկեն Չոբանյան։ Բաբկեն թե Սոժջանի Բեկյան։ Բաբկեն Չոբանյան։ Բաբկեն Չոբանյան թե Խորեն Լևոնյան։ Դժվար է։ Խորեն Լևոնյան։ Խորեն Լևոնյան թե Անի Խաչիկյան։ Խորեն Լևոնյան։ Խորեն Լևոնյան թե Նազենի Հովանեսյան։ Խորեն Լևոնյան։ Խորեն Լևոնյան թե Մկրտիչ Արծումանյան։ Խորեն Լևոնյան։ Եվ վերջին հարցը Խորեն Լևոնյան թե Շանթ Հովանեսյան։ Խորեն Լևոնյան։ Խորեն Լևոնյանը հաղթեց։ Շնորհավորում ենք Խորեն ջան, ձեր մրցանակը կարող եք գալ ստանալ 3 շաբթի օրը Երկի պետական թատրոնից։ Մոտեցեք Երկի պետական թատրոն, իսկ հիմա շարժում ենք առաջ ու խաղում ենք Գուշակիրով եմ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում են առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաեւ բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Ընկերությունն ապահովում է շինարարական ամբողջական գործընթացը, չափագրում, գեոդեզիական եւ գեոլոգիական աշխատանքներ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կոմունիկացիաների բաժանորդագրման կազմակերպում, վերանորոգման ծառայություններ։ Որակավորված ճարտարապետներն ու դիզայներներն ապահովում են ինժեներական հուսալիություն, ինչպես նաեւ յուրօրինակ ներքին, արտաքին եւ լանդշաֆտային դիզայն։ Վստահությունը ձեզնից, հուսալի արդյունքը Step by Step Group-ից։ Իդեպ շատ քիչ բնակարաններ են մնացել Շուշի Palace-ում, այնպես որ շտապեք եւ ամռանը արդեն ապրեք ձեր նոր բնակարանում։ Ով եմ ես։ Կամ ով է ինքը։ Եկեք ասեմ ով եմ ես, տենց հետաքրքիր է։ Հա, տենց լավ։ Տենց ճիշտ է։ Տենց խաղի անունը տենց է, էլի ով եմ ես։ Գուշակիր ով եմ։ Գուշակիրը ով եմ։ Բա դու ով ես։ Բա դու ով ես։ Դու ով ես։ Ես տղամարդ եմ։ Ունեց դուրս եկավ այս պատասխանը, որտեղ որ ասել չէ, մի քիչ կներվեի։ Խախտվելու էի։ Հա։ Դուք ոդ վատ է, որ ասում ես տղամարդ եմ, ասում եմ չէ, դիմացի մոտ։ Okay։ Հա։ Ես 40+ եմ։ Կլինի, չէ։ Հա, կարծում եմ, այո։ Շատ բարի։ Ես հայ եմ։ Այո։ Քանի հարց ունեք։ 3։ 7 հարց դեռ կարող ես ինչ։ 7 հարց դեռ կարող եմ տալ։ Հայ եմ, տղամարդ եմ եւ 40+ եմ։ Хорошо։ Ես դերասան եմ։ Այո։ Okay։ Ես դերասան եմ։ Хорошо։ Ես դերասան եմ, okay։ Ես կինոյի դերասան եմ։ Ու հեռուստակինո, տենց էկրանի դերասան եմ։ Ու դրա հակառակը թատրոնն է, էլի սենց։ Ստացվում է պիտի ուրիշ կերպ պատասխանեմ եւ։ Եվ։
Ընդունելի է, չէ՞, եւ։ Թատրոնի եւ կինոյի։ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Չէ, արի մի հատ ասենք, ոչինչ, մեղ կա։ 5, եղավ 5։ 5։ Դեռ 5 ունես։ Ես թատրոնի դերասան Թատրոնի եւ կինոյի։ եւ կինոյի դերասան եմ։ Դե բայց Հայաստանում բոլորն են համ թատրոնում, Հա, Հա, ոչ տենց հարց չես սխալ կարող։ հարց Մենակ լեցի։ պիտի ասես դերասան։ Աբուշելի այդ հարցը ինչի բարիր ասա։ Ես չեմ խաղում էլ։ Խաղալիքներ հավաքում եմ, գնամ տուն։ Գնդակս տվեք։ Գնդակս տվեք, գնամ տուն։ Okay, okay. Ես ճաղատ եմ, Ոչ։ որտեվ 40 պլյուսը ճաղատի թեմա։ Մենչը չի, եթե մենչն է։ Սպասի, չէ, զուտ։ Ես մորուք ունեմ, մորուսավոր եմ։ Այո, Մորուսավոր եմ, okay։ դա էլ քեզ չի օգնի։ որտեղ բոլորը ունեն։ Չէ։ Մեկը մի բան չանի։ Բոլորը տուն է, շատ քիչ մարդ կա, որ չունի։ Մենակ մեր օպերատորն է։ Կսը չունի։ Okay։ Զատը Ինչ ես ման գալի։ Հա, նայում տեսնեմ, նայ, Սենյակում դաժե ավելի քիչ են Հասկացա։ սափրվածները, քան ձերից որտեղից գտակ։ Okay։ Նա ունի մորուք։ Պորտկում ես, ինչ է։ Պորտկում է։ Մի պորտկույ։ Մի պորտկույ։ 3 հարց, Գրիգոր։ 3 հարց։ Okay։ 7 արդեն 6, 7 հա։ Ինչը կարա ապրիդիլի տանի արդեն սենց մի քիչ պետք է նեղացնեմ, էլի թեման։ Այո, նեղացրու։ Նեղացնում եմ։ Ես ամուսնացած եմ։ Ոչ։ Okay։ Շնորհակալություն, արդեն ահագին բան բերեցինք։ Էլի նեղացրու։ Բերեցինք, սա շարեցինք իմ դեմ չամուսնացածներին։ Ահա։ Եթե կասկածի տակ էր դրվեք 40 պլյուսա թե մինուսա, ուրեմն այդ կոմերն է ֆռում 38 կամ 42 կամ 40։ Այն անհասկանալի տարիքն է, էլի, որ չես հասկանում 35-ա թե 45։ Այդ բանն էլ է, переходный возраст նա մոտ։ Ինքը вообще կենսակերպով։ Ես ինքը Նյա։ գիտես ինքը կենսակերպով։ Ինքը կենսակերպով։ Սպասի։ Հասկացանք, բայ։ Սապանի։ 2 հարց։ Եվս 2 հարց։ Եվ երևի թե կավարտեմ այսքանով։ Շատ հեշտ է։ Նա մոնո ներկայացում ունի։ Գիտի ով է, հա։ Ունի։ Okay։ Մի րոպե։ Ես չեմ հուշում։ Մոնո ներկայացում։ Ինքն ես հուշել օրդ։ Մոնո ներկայացում ունին, դա շատ կարևոր հարց տվեց, Հա, լավ հարց է։ Չէ։ Հա, լավ հարց է։ Լավ եմ, Ուղղակի էլ բոլորը ունեն։ Չէ, շատերը, չէ, էլի կուզկիացրեցի։ Հա։ Այդտեղ իմ մոտ արդեն ֆռում է, ասենք, չգիտեմ, Ռաֆոնա, Մեհերնա, Հովոնա, բանը, չէ, ասենք, ինքը Եթե փորձում ես դեմքից արտահայտությամբ հասկանալ, ես չեմ հուշելու անուն հասկա։ Աշկիս ես մատանոս վրա կանգնեմ Մեհերի։ 9-րդ հարց է, ոչ։ Okay, Ռաֆոնա։ Այդ ոսորտ հորցով գշոկի։ Բայց շատ է հուշել, չէ։ Հա, Չէ, ես вообще շատ չի, եմ հուշել։ вообще չի հուշել։ Հուշել եմ, լես ինչ ապերախտն ես դու։ Ինչն ես հուշել։ Դու ինձ 100 տարիա ճանաչում ես։ Ինչն ես Հուշել հուշել։ չի, ես կարամ նայեմ քո աչքերում, այստեղ գրում է։ Լավ, ասենք, գուշակեցի։ Ասա որ սուֆլյորա դրած վրետ։ Դու չգիտեիր, որ սուֆլյորա դրած, բայց տեքստերը փթանոց ոնց էիր ասում Full House-ում, այստեղ նայում ես ու կարդում ես։ Բայց ճիշտ եմ գուշակել։ Ռաֆոն է, այո, Հա, հաղթեցիր, քեզ Ռաֆայել։ չենք պատժելու Բայց այսօր։ ես- Միակ հարցը որ չտվեցիր, ես իր այդ մտերիմ եմ, թե չէ, հենց այդ ասեի Չէ, կճոգեի։ ցավը տանեմ։ Ես Ռաֆոն միշտ գիտես իմ գլխի Դու վրա տեղ շատ ունի։ ուժեղ եւ խելոք տղամարդ ես։ Ռաֆոն իմ գլխի վրա տեղ ունի, աղբերես, նայ, միշտ դու իմ գլխի վրա տեղ ունես։ Եվ հաղթանակ բերես Ես քեզ։ չէ, ես գիտեի որ Ռաֆոին պետք է ասեմ, բայց ասի մի հատ այդպես նավսեկի Որովհետեւ այս 9-րդ մորուքի հարցը հարցը точно- քեզ բան արեց։ Չէ, ես մոնոներգա, ոչ ճիշտ է գնացել։ Ճիշտ հարցեր Ճիշտ էին է տալիս, գնացել, իրական ճիշտ լավ հարցեր եմ տվել։ խաղացիր, հիմա Մարջանն Ես շատ է։ ուժեղ պրոֆեսիոնալ եմ։ Ես սրա առաջին չեմպիոն եմ։ Այո, լավ։ Եվրոպայի չեմպիոն եմ։ Բայց Ով եմ եսի Եվրոպայի ցանկալի է չեմպիոն։ գոնե Մարջանը Անցած տարվա պարտվի։ 25 տվի կուբիկ ունեմ Կոկ մի արա։
Սուս։ Մեդալով։ Հիմա թող կենտրոնանան, որ Լավ է։ չկրես ինձ։ Կինա։ Ոչ։ Հուսամ կենթանի չի դրած։ Կենթանի չի, չէ՞։ Հա, չեմ կմի պատասխանի, սպասի։ Իմ տղամարդ է պաստորը։ Իրոք չեմպիոն է։ Вообще это կին չի լինում, вообще Տղամարդ է, հա, բայց կարան կին չի կենթանի լինում, լինում է դրած տղամարդ։ լինեն։ Դրա լավ, կամ հակառակը։ տղամարդ, դերասան, հա։ Այո։ Ես որևէ ֆիլմում խաղացել եմ իր հետ։ Ֆիլմում։ Այո։ Շուտ ագուշակելու։ Ճաղատ, հա։ Այո։ Մենչն, հա։ Ոչ։ Մնացած քաչալներին մանարի քո շրջապատում։ Ճաղատ, հա։ Դու ճաղատ չես, դու չես։ Քաչալ մանարի։ Քաչալա իսկացել չունես մոտդ։ Քաչալայից։ Միացրի, քաչալա իսկացել է։ Հաշվում ես, չէ՞ Մանկանյան։ 50+-ա թե 40+-ա։ Չէ, մի րոպե։ 40+-ա, Նյանշնակ։ 50+-ա, Դե պետք որ հա 50+-ը ինքը։ Ատերա, ատեղա հենց։ Ու այդ կոմերն է։ Հայաստանում է ապրում։ Ոչ։ Արթուրն է Դարփինյան։ Ոչ։ Մեկ հարց Մարջան։ Հայաստանում չի ապրում։ Մենչը չէր։ Արթուրը չէր Դարփինյան։ Ճաղատ։ Ալո։ Մի րոպե։ Քաչալա իսկացել է փչացավ։ Դա զգնալ։ Լավ, ոչինչ, մի գուշակի։ Լավ էլի։ Սիրել։ Մի րոպե, ոնց կարա։ Ինչ կարա։ Նա ոնց կարա իմ նամուսին կպչի։ Մի րոպե։ Նայ, ասենք Ռաֆոն իմ գլխի վրա տեղ ունի, չէ՞։ Ինչ թվում է ինքը քո գլխի վրա։ Չունի։ Չգիտեմ։ Ինքը դաժե գլխին մազ չունի։ Вообще։ Տեղ ունի։ Այդ 10-րդ հարց եմ հաշվում։ Ես գլուխը սափրածա թե ճաղատ է։ Ճաղատ, ասեցի ճաղատ։ Սափրա գլուխ։ Ինչպես կասել մեր Կարող է մի քանի մազի կոչում, մենք դա չենք։ Հայաստանում չի ապրում։ Հայաստանում չի ապրում։ Վերջ, արդեն միայն անուն հնչեցնելու հնարավորությունն ես, այլ հարցեր չես կարող տալ։ Լուրջ չգիտեմ։ Նո։ Դերասան։ Պարտված համարում ենք քեզ։ Որը ապրում է դրսում։ Կսպանեմ գոքոր։ Իրան թե ինչ։ Ովա։ Լավ, նայ։ Չգիտեմ։ Հանի տես։ Լավ, ով եք դուք։ Դմիտրի Նագիև, այո։ Այս համար այդ Չէ, հարցը։ Դիմա դարագոյ։ Դիմը դարագոյի հետ ես չեմ տեսել այդ ֆիլմը, միասին խաղացել եք, բայց ինչ Դու շատ չգիտեիր որ հետաքրքիր է։ իրար միասին խաղացել Ես են ֆիլմը։ գիտեի դրա համար եմ այդ նկարը ընտրել, Սարիկ Անդրեասյանի ֆիլմը, բայց չեմ հասցրել դիտել։ Հա։ Ես մերոնց վրա։ Շատ լավ է, գոքոր։ Մենք պատժում ենք Մարջանին։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Ինչ եք անում, մենակ գլխից բան Դուք քանակ այստեղ չլցնեք մահակ ներկայացում ունեք։ Ինչ ունեք մահակ։ Մահակ։ Ուզում ես Մահակ, մահակահար ես։ մագակ։ Ուզում ես ինձ մահակահար ես։ Ինչ ենք անում։ Իսկ իր այդ մոտ ես, կարաս իրան զանգես։ Չէ, չունեմ հեռախոսը համար։ Իր ագենտները չէին թողի, որ ես իր հետ մոտիկ լինի։ Հա, տենց։ Հա, այնտեղ։ Ագենտ 007։ Նու շփվում էինք նկարահանների արանքում, բայց տենց Հա, որ գնայի, տենց նստեի, շփվեի երկար, չէ, չէին թողի։ դե լավ, որոշիր։ Պատժամիջոց։ Կարանք դու գանենք։ Դեսի մենչին կարամ զանգեմ, եթե ուզում ես։ Քանի 2-ից կեսա, բայց քնից վատանա, չէ, լավ։ Քնած ամեն ինչ։ Ամերիկայում, հա։ Այո։ Գոքոր սրիկա բաներ չասես։ Աղասի մասին շատ խոսացինք։ Աղասը գիտի որ ստեղ եք։
Չէ, որտեղից։ Չէ, չգիտի։ No, Կարա զանգես աղասին, Հա, ինչ ասեմ։ ասա աղաս, ես մի հատ այսօր մենչ հետ եմ խոսում։ Հա։ Ես ուզում եմ, որ Եթե կոկորենք շուտկա չեն գրում իմ Չէ, ու քո հետ կապը։ եթե դու մյուս բանում կաս, մյուս ինչ-որ մեր պրոյեկտներում կաս, ես չկամ։ Կյանք ես չեմ ուզում ուրիշից իմանաս։ Հա, դեդ։ Հա, ասա ես մենչի առաջ բան եմ դրել։ Պայման եմ դրել կամ ես կամ աղասը։ Որ ասեցի Կջոգի է։ Մարժան։ Կջոգի մի անգամից։ Նենց բան պետք է ասենք, որ Որտեվ ասա դու այդ բանը պետք է չանեի։ Սպասի զանգեմ, ասեմ աղաս։ Վերջին բախումում հետ ա տղերքից եղել։ մարդ չի վերցնում։ Որ հարցակվել են վրաս փողոցում։ Հրել են, ընկել են, ոտքս ջարդել եմ։ Ում զանգում եմ, ոչ մեկ չի Պետք է պատասխանում։ խաղաս, այդի լացելով մախկտա։ Մախ։ Մատ խնդրում։ Ցույց տուր քո դերասանական տաղանդը։ Մխկտոցով զանգի արասը։ Չեմ կարող խնդամ, բասի։ Սա ջոգին եմ սենց Ասեմ կարողա կենտրոնում այնքան ես։ լաց է գրիպա։ Այդ դրանցից։ Չոսեմ, չի։ Ասա բանը մեքենաս խփել եմ, չեմ կարող մեջից դուրս գամ։ Բարձիկները բացվելա ոնց որ քիչ ջարդած, հա։ Չգիտեմ ում զանգեմ։ Բան ով կա։ Մեկին Կոկնել Ամերիկա է, իբր տենց գիտեմ, չգիտեմ ում զանգեմ։ Չգիտեմ ում զանգի, բանը քեզ եմ զանգի։ Հասի իմ Բայց անուշտես։ խնդալու եմ։ Լավ չես պրոստա։ Հետո կանջատես։ Ինչ։ Հետո կանջատես, այդպես կզանգես, կանջատես։ Դեսի Կխոսած կեսից բան կանես, կանջատես։ ասեմ հիվանդանոցում եմ, հենց հիմա 800,000 դրամ վերցրու արի բան։ Հանրապետ, չէ, Բավարասի հանրապետ։ 65 պլյուսներին բան է, այդպես հումորներ է անելու։ Կյանք։ Ահա մարջես, Բարև Ոնց ես։ Լավ, ծաղկած ուրավ ես ձենս մի քիչ քաշված։ Ծաղկաձոր։ Այո։ Ինչ կա ծաղկաձորում։ Պրոստը։ Չէ, մի հատ բան կա, պրոյեկտ կա, հեսա։ Այսօր եկուս պրսնում ենք ու գան մենա։ Հա։ Կարող է իմանաս գոքը երկրում է, թե չէ։ Կյանք պետք է որ երկրում լինի։ Զանգում չի պատասխան։ Եվ ստուդիային դասեր ինչա։ Ես Նայիրիում եմ, բժշկական կենտրոնում։ Մեքենաս եմ խփել։ Ես բարձիկները բացվեց ակնոցով էի, դե առանց ակնոցի չեմ կարող քշեմ, ոնց որ քիթս կոտրած է։ Հա, հիմա ուզում են վիրահատության մտցնեն, բայց բան չունեմ, մոտս ոչ քարտ ունեմ, ոչ բան ունեմ։ Ասեցի փող բերեք մեկն ու մեկը, բայց ում զանգում եմ, ոչ մեկ չի վերցնում։ Ես հեսա կյանքս ոնց ես կազմակերպենք, հեսա ես զանգեմ։ Նավսյակին 800,000 էլի մի հատ գտի երեքից մեկին, եթե կարելի է։ Կյանքս ոնց ես ուրիշ մենակ է, հա մարջ։ Լսի բան տենց ուսերս բան ցավում է, ինձ թվում է այդ բարձիկի հարվածից էր աղաս։ Մեկ էլ քիթ ներկայացումս մասին եմ մտածում, կյանք թե չէ ջանդամը ջարդվել է։ Այդ ապա դժվար բան ասել։ Կյանքս դե լավ։ Հələ բայց խնդրում եմ, էլի մենչին բան չզանգես, չեմ ուզում։ Չէ, արխան։ Խառնվի իրար մի բան կանենք։ Հա։ Okay, ես զանգեմ լեգում։ Okay։ Հա, կսպասեմ։ Լավ։ Հիմա քեզ զանգելու, ու դու Ինքը ասես, ծաղկաձորում։ ինչ ես ասում։ Դիրիջան եմ։ Ավելի հեռու։ Չէ, տիպը դու էլ ես ընդ ծաղկաձոր։ Ասա ուր ես արի հանդիպենք բան։ Չէ, ես Եթե էլ եմ հալա Մարջանի հետ հիվանդանոցում ավտոյում թո զանգի ու հիշում ինձ։ Տենց բաներ ասա։ Զանգում է։ Գոհ, Ապեր։ բալուս կյանք, ոնց ես։ Բալուս ազիս, նորմալ դու ասա ցավոտ անեմ։ Լավ, ազիզ, մարդը զանգես, ասում զանգում են գոքին չի պատասխանում։ Ապեր բանը, հա, հերսը չգիտեմ, երևի Զիքը զանգեր է եկե, ապե բանը խառնեմ, ինչ կա։ Զանգը, աբորշում ավարիա է տվել, մի նայրի բժշկական կենտրոնում, հա, ես ծաղկազոր եմ պրոստ, էլի։ Հա։ Բարձիկ ասում, բացը քիչն է ջարդվել։ Հա։
В общем, ասма կարդմար, ոչ մի բան ասма մոտս չի, ոնց որ ուզում են վիրահատեն, ասма պրոսը զանգել են նամով կարա Ազիզ, Ora ես просто բազից ես դիլիջան եմ, просто Ես է ծաղկած եմ, ոնց այսի Արա, միով է ես ասեմ, ախպեր ես Ինչ անեմ, արա Կարող եմ Արա, ես չգիտեմ, բարեկամներից մարդ-մուրդ չկա Ասես դե մեծ կնիկա լավ դե Ջան Մեծ կնիկա լավ դե Ասես չգիտեմ ես ուզում ես Գամ ծաղկածոր իրար հետ եթանք տենալու իրան Հա, մձայն ես Ես տեն սյոմքի եմ պրոստը, թե չեկը գայի, բրատ Ախ, պեր Ես զանգել ասմա գոքովից տեղյակ, ես երկրում, ասում պտի ոչ ես կրում Ասես դե հիմա ինչ անենք, ախպեր ես Լավ, թողենք թո մերնի, ինչ ասեմ, ախպեր Թողենք մերնի, թե եթանք Ինչ եմ լույս դեր կխոսա, գիտեմ Ջոգիր մարջի, չորնի յումրի մեջ է Ազիս չորնի յումր ենք մտել, լավ Ճշտով կարող է խոսքի հետ աղջիկը լավ վիճակում չի, հավայի բաներ ենք խոսում Okay, ծավը տանեմ Ինչ է, օքեյ Դե ես եմ այդ զանին կենանքով կա կաղակած պես Ինչ է, օքեյ Ինչ է Դա ինչ վերաբերմունք է Մարջիկը ասում է, ես ինչ վերաբերմունք է ապեր Արա չեք գալիս, արա ինձ, չեք գալի, արա ինձ փրգեք, արա ասում Всё, Ոնց արա, սրանից հետո թողում եք ոչ մերն, եմ, արա։ նախաճաշ, ոչ ճաշ, հաջողություն Բարի ճանապարհ Օղոս Կյանք դու լրիվ լորի ես Ասում է դու լրիվ լորի ապեր Ես ձեր մեջի լորին եմ, բայց ինձ թվում է ես լորի չեմ, դուք եք լորի Արա չէ ազիս, թեթև քիտնա ջարդվե էտա Հալա քյոլում է Հա, լուրջ բարձիկները բացվել է Բարձիկները բացվել է, բայց կթին բան չէ Ապեր չէ, ներկայացմանը գալիս ես հիմա Ապեր չեմ անում Հա, վсё Նեղվել էր, որ չես կարողա չգաս Ներկայացման Ներկայացման չի ախպեր մտածում ենք ինչ անենք, որ փողը հարցնենք, ես չեմ կաղկած որ դու գամ Ախպերս, ոչմ մենք հիմա բան ենք, հիմա բանում ենք, նայրում ենք, ոչմ Հեսա դուզ նորմալ ախպերս, բան չկա Բան չկա, ազիս, բան չկա, ոչմ Թեթև քիթն ավնասվել, ախպերս, բան չկա, նորմալ Բայց բանով կխաղա էլի, այդ քթին են նոր սպիտակ բաներ են, պլաստիր են դնում Պլաստիրով է պրոստը խաղը լինելու, բայց կարավ շատ համահունչ է լինելու բանին Հլա հարցրու խաղա չէ սյոմկայի ախմ Դեկորների հետ կբրնի, էլի Այսօր գնալու եմ բորցի ու իշեմ հետ Դեկորների հետ, ձեր դեկորները ինչ է Նավ ախպերես, օքեյ, ծավը տանեմ, մենք դե հեսա դուզ գրվենք հիվանդանոցից կզայնեմ ախպերես Դավայ ծավը տանեմ Մերնեմ չէ Թող ջոգի եթերում իմանա Ինչ ուզում ենք խոսում ենք Էսի բան չէ, զանգ, էսի պատիժ չէ, ինչ ուզում ես խոսա Շատ լավն էր, բայց Հա, բայց ինչ լավ խաղացի, ինչպես միշտ, Շատ լավ ողբերգական Մեզ դերերը ողբերգացրի խեղճ տղեն խառնվել Դա մինչև հիմա չհասկացավ մենք որտեղ ենք Հա, ինքը չհասկացավ, ինքը մտածում է ուղղակի միասին եկել Կորոնան, ես այդտեղ Գիտի շատ որ աշխատում տժոցի է գնում, էլի Չի ջոգում Շատ նեմը բանա, հիմա աշխատում։ մատրիցան թռել է բանում Ջոգիր Ասես մատրիցան Բանը, ուրիշ բան է, կանգնել է Ինքս դեղ եղել է, մի անգամից պիտի հասկանա Ես մի անգամ ուղակի կատակ եմ արել իրա հետ, լուրջ հավատացել է
Ասի մի հատ խնդրում ձեր հաշվապահի տվյալները փոխանցեք ինձ ձեր ԱՁ-ի հետ կապված խնդիր կա, հավատաց, տալիս էր, ուրեմն գրեք։ Ուր է տալի օտար մարդ եմ։ Քարտի հետ, արա քել զանգեն քարտի հետևի թվերը ուզենք իրա։ CV-ին։ Կտա։ Սուս, մի չի։ Բայց դեմի թվերը ուզենք հետո հետևի։ Մի տենց ասա, իմ ամբողջ աշխարհի Հեսա հենց դուս եկա զանգում եմ աղասին։ Հա, դու Բանում եմ այդ 800,000-ը միանգամից քաշենք։ Ինչ ա պետք, սումկա բանկ ուզես առնենք քեզ on-line։ Всё։ Մաջիկի սումկի հարցն լցված։ Քանի խոսեցինք բանկերից, ես էլ մեր գործընկեր Արարատ բանկի կողմից ձեզ նվերներ եմ։ Շնորհալից աշխարհով մեկ ճանապարհորդեք Արարատ բանկի Mastercard World Travel։ Օ, սիզու։ Էսից պետք է։ Ես չեմ իսօրը թռնում եմ։ Բայց սենց դիր, սենց ավելի կայուն է։ Սենց հարմար չի։ Ինչ է, Снегурочка նա։ Расскажись, ես է բանն է, ես է թերաշն է։ Նոր կերպարը։ Էսի ձմեր պապին է, դի ձյունանուշը։ Հա, բայց ես շատ հավես Расскажи, տանեմ, 10 տանը ունեմ, բայց как սպիտակը дела? չունեին։ Արդեն ունես ու շատ ճանապարհորդություններ եմ մաղթում այս տարի, շատ լավ, նոր օքեյ։ հիշողություններ, նոր Շնորհակալություն Արարատ պատմություններ ու Full House-ի երկրորդ սերիա։ Տեսնենք ոնց կստացվի։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ ու շնորհակալ եմ նաև ձեզ, որ հետևում եք հենց այնպեսին, չմոռանաք բաժանորդագրվել։ Գոքոր։ Մեր մեջի հյումորիստը դու ես, ես ողբերգական դերասան եմ։ Դու իմ հույսով հել եկել ես ասել ես։ Պարկինգ ես ման եկել, դժվար Պարկինգ ման աշխարհ։ չեմ եկել, տաքսիով եմ եկել, այդտենց արագ եմ եկել, որտեվ վստահ է, որ դու ինձ կփրկես, գնացինք ռեկ։ Սուպերմենի տեղն է դրա ինձ։ Իսկ մեռեմ որ կեսից քնեց։ Հրապարակ։ Խափան։ Հրապարակ։ Всё կարող ենք։ Ասма ժեյով բառեր ասա, ռոպե, ռաֆի, ռաբունի, հրապարակ։ Հրապարակ։ Մենք պատմություններ պետք է պատմենք։ Պատմություններից սկսենք, հետո շատ խաղեր Նա ենք իմը ձևացնում որ առաջին անգամ է։ Հա։ Լավ, Դեպ շուտով մեկնում եմ նաև Մոսկվայի ցուցադրությանը, վաղը չեմ իսօրն եմ գնում։ Այս այդ ցուցադրությունից հետո կլինի եթերում։ Կարաս մի անգամից ասես Մոսկվա։ Մոսկվայում է գժական անցավ, այս հետ փայ եթե։ Ես 5 շաբթի։ Մոսկվայում է շատ թույն անցավ։ Հեսա գնում ենք Եվրոպա։ Կյանքում չեմ հուշի։ Ոչ։ Մի հուշի, տես Հուշեր։ արդեն ռեակցիա։ Ուշեղ։ Հուշեր։ Ուշեղ։ Ես պետք է հարց տամ, Օրինակ, բայց չգիտեմ։ կարամ պատժեմ քեզ։ Ասես բարը ես Մարջան եմ Ավետիսյան, ասեն այո, օրինակի համար, ասել մեծերիցով կատանը։ Այդտենց հարց ես տալի։ Կամ տունն եք դուք, տանն եք։ Հա, օքեյ, մեծերիցով կատանը։ 60+ տղամարդ կա տանը։ Դելով դու ես։ Ինչ ասեմ, աղջիկ ջան։ Չգիտեմ։ Վատ դրության մեջ կարամ գցեմ քեզ, բայց Հա, բայց դա հետաքրքիր չի։